Բարև ձեզ, ես Տիգրանն եմ, ես հիմա ձեզ ցույց կտամ ինչպես կարելի է օգտվել հետևել հրաշք սարքավորումից, որը նախատեսված է աշխատակիցների աշխատաժամանակի գալ-գնալը վերահսկելու համար։ Ուրեմն սարքը աշխատում է դիմաճանաչման եղանակով, իր հետ գալիս է CD, որի մեջ կա սարքի համար նախատեսված ծրագիրը։ Շատ հեշտ է սարքը տեղադրվում, ուղղակի շատ պարզ եղանակով ամրացվում է պատին, մոտավոր ձեզ ցույց տամ, հա, այս տեսակ սարքավորում է, որը սենց հետևը իր կպիչներով ամրանում է պատին, ունի երկու տեսախցիկ, որի միջոցով հնարավոր է էլ ավելի լավ որակով ճանաչել աշխատակցին։ Հիմա ես արդեն փորձեմ օրինակով կխնդրեմ մեր մասնագետերին իրան ամրացնեն պատին եւ փորձեմ օրինակով ձեզ ցույց տալ ինչպես կարելի է ավելացնել աշխատակցին սարքի մեջ եւ կազմակերպել աշխատակցի մուտքի ելքի process-ը։ Սարքը արդեն ամրացված է պատին, ժամերը կարգավորած է, ներկա պահին սարքի մեջ իմ մասին ոչ մի ինֆորմացիա չկա, եթե ես կանգնեմ սարքի առջև, նա ինձ ուղղակի չի ճանաչի։ Հիմա փորձենք ինձ գրանցենք արդեն սարքի մեջ։ Աշխատում է ուղղակի մատով հպումներով, այստեղ հարցում է user ID-ին, ես սեղմեցի 1, OK, որից հետո հավաքում եմ գաղտնաբառը, լռելիությամբ գաղտնաբառը 1-ից 5 թվերն են, OK, բացվեց մի հատ շատ հետաքրքիր ինտերֆեյս, տեսեք, ստեղ գրված է user, այսինքն օգտվողներ, ստեղ արդեն ցանկն է այն մարդիկ, ովքեր գրանցված են սարքի մեջ, եկեք սեղմենք add եւ ավելացնենք նոր աշխատակից։ Գրում ենք անունը։ Ես հավաքեցի Տիգրան, հետո հաջորդ քայլը next step։ Հիմա սարքը ինձ հարցնում է ինչպես ես ուզում գրանցվել։ Կա 4 եղանակ, ամենաառաջինը հենց face, հա, այսինքն նշանակում է դիմաճանաչումն եմ ուզում ես գրանցեմ, սեղմում face-ի վրա։ Հայտնվում է մի հատ պատուհան, որտեղ ինքը ասում է պահել աչքերը այս քառակուսու մեջ։ Ծրագիրը հիմա ինձ գրանցեց։ Փորձեմ եւ ներկա պահին կարող եմ մի հատ ֆոտոնկար վերցնեմ ծրագրի համար, օրինակ աղջիկների համար դա շատ կարեւոր է, իրանք սիրում են միշտ կոկիկ Երևան, եւ արդեն ստեղ մենք ժամանակ ունենք, սիրունանանք, մազերը ուղենք եւ այլն, երբ որ նկարը մեզ դուր է գալի, ուղղակի սեղմում ենք take photo, նկարը վերցրեց։ Հիմա ծրագիրը արդեն ինչ ճանաչելուց կբերի հենց այս ֆոտոն։ Երբ որ աշխատակիցը գալիս է աշխատանքի, նրա պարտականությունն է ուղղակի 1 վայրկյան մոտենալ սարքի առջև կանգնել, որից հետո ծրագիրը իրան ճանաչում է։ Հիմա պատկերացրեք, ես մի քիչ մազերից տեղը փոխեմ, սենց անեմ, ու նորից գամ կանգնեմ իր առջև, ծրագիրը նորից ինձ կճանաչի եւ կբերի իմ հին նկարը։ Եկեք փորձարկենք, երբ որ ես դնեմ մի հատ գլխարկ։ Տեսնենք ինչպես կաշխատի, եթե ես լինեմ գլխարկով։ Ծրագրի համար տարբերություն չկա, ես գլխարկով եմ, թե առանց գլխարկ։ Շատ կարևոր է միայն, որ աչքերի մասը, քթի մասը եւ բերանի մասը բաց լինի։ Հիմա փորձարկենք, երբ որ գլխարկը մի քիչ մեծ է կապի։ Ծրագիրը նորից ինձ ճանաչում է, նույնիսկ եթե գլխիս կա գլխաշոր։ Ձմռան ժամանակ շատ հարմար է։ Գրանցենք մեր նոր աշխատակցուն, սեղմել face։ Հիմա նկարը կհայտնվի։ Մի քիչ առաջ։ Այդքան լավ չհասցրեց, բայց ինձ թվում է սարքը մեկը իրան կճանաչի։ Հիմա Երաջան դուրս արի սարքի բեմից։ Երբ որ գաս աշխատանքի, խնդրում եմ ամեն առավոտ ուղղակի մոտեցի սարքին, իսկ գնալուց նորից կմոտենա սարքին։ Մեկ կանգնես սարքի առջև, տեսնենք ես կճանաչի։ Հիմա պատկերացրեք, երբ որ ձևավորվում է հերթ ու մի քանի հոգի միասին աշխատանքի են գալի, հենց նորայրն էլ եկավ, Նորաջան խնդրում եմ մոտեցի, Երաջան մի վայրկյան կմոտենաս, մի հատ հերթով, որ գալիս եք աշխատանքի, մի հատ արագ անցեք։ Դեմը կանգնի, գնա։ Հիմա Նորայր, հիմա ես։ Այսինքն դիմաճանաչումը այնքան արագ է տեղի ունենում, որ ոչ մի այլ ինչ-որ
Սարքի համար տարբերություն չկա, աղջիկը այսօր ինչ սանրվածք ունի, ինչ դիմահարդարում ունի, ինքը մեկա ճանաչելու է, կարևորը որ ճիշտ գրանցվի, ճիշտ լուսահարվածություն ապահովի եւ վերջ։ Արդեն մեր ծրագրի միջոցով հնարավոր է դիմաճանաչման սարքի կողմից կամ մատնահետքով կամ քարտով սարքերի կողմից ինֆորմացիան տեսնել կենտրոնացված մեկ տեղում, այս մեր կողմից ստեղծված այս համակարգի միջոցով։ Համակարգը բավականին շատ մեծաշատ հնարավորություններ ունի, բայց ես փորձեմ ցույց տամ կոնկրետ հիմա ինչ վերաբերում է դիմաճանաչման։ Օրինակ դիտարկենք Մկրտչյան նորայրը, տեսնում եք, որ Մկրտչյան նորայրը հոկտեմբեր ամսվա ընթացքում այս հաճախումներն ա ունեցել, ինչ որ մի օր ինքը աշխատել է մոտ մինչև 5 ժամ, ինչ որ մի օր ինքը աշխատել է 8 ժամից ավել եւ արդեն HR ղեկավարը կամ իր անմիջական ղեկավարը պետք է հասկանա արդյոք դրա կարիքը եղել է թե չէ։ Այստեղից հնարավոր է ստեղծել տարատեսակ հաշվետվություններ, տարատեսակ արտահանել, տպել, եկեք օրինակ ես նշեմ մի քանի աշխատակիցների համար եւ փորձեմ տպեմ այդ ֆորման։ Աճ կոճակի միջոցով ես կարող եմ տպել իմ համար նախատեսված հաշվետվությունը, եւ այդ հաշվետվությունները կարող են լինել անհատական, ամեն մի ղեկավար, ամեն մի մենեջեր ինքն է որոշում, թե ինչ տեսակի հաշվետվություն է պետք։ Ինձ անհրաժեշտ է եղել այս տեսակի հաշվետվություն, եկեք տպենք։ Ահա օրինակ մի հատ հաշվետվության ձև, որը ես պահանջում եմ իմ գործավարից, որը ինքը ամեն առավոտյան ինձ տրամադրում է, որտեղ ես կարող եմ տեսնել, թե ներկա պահին որ աշխատակիցներ են դեռ, որոնք չեն եկել աշխատանքի եւ ինձ համար շատ կարեւոր են եւ պարտադիր ճշտում ենք ինչի չեն եկել, արդյոք ինչ-որ մի բան տեղի չի ունեցել եւ այլն։ Ամեն մի մենեջեր ինքն է որոշում, թե ինչ հաշվետվություն է իրեն պետք։ Նույնիսկ հնարավորություն կա, որ այս ինֆորմացիան SMS հաղորդագրության միջոցով գա իմ հեռախոսին, որ ենթադրենք Կարենը այսօր ուշացել է։ Երևի թե այսքանը, որովհետև այս թեմայով կարելի է խոսել շատ երկար, հնարավորությունները անսահման են։